24,2 միլիարդ դրամ 99.4% կատարողական արդարադատության նախարարության 24 թվականի բյուջեի կատարման արդյունքներն են։ Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների բարելավման նպատակով նախարարությունը 55.8 միլիոն դրամ է ծախսել։ Ըստ Սրփուհի Գալյանի ՔԿՀ-ներում բարելավել են դատապարտյալների պահման պայմանները։ Արմավիր ՔԿՀ-ում լուծվել է 24-ժամյա ջրամատակարարման հարցը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Արթիկ, Վարդաշեն, Նուբարաշեն եւ Վանաձոր ՔԿՀ-ներում։ Աբովյան ՔԿՀ-ում կառուցվել է մոր եւ մանկան բաժանմունք։ Նախարարի խոսքով ամենասուր խնդիրն օր առաջ Նուբարաշեն եւ դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկները փակելն է։ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի հետ կապված ունենք արդեն իսկ գրանցած հաջողություն, որովհետեւ առողջապահության նախարարության հետ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք վատ կհնչի այդ բառը, բայց տեսակավորել շահառուներին, որոնք պետք է ուղարկվեն այլ տեղեր պատիժը կրելը շարունակելու, նրանց մի մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական համապատասխան կենտրոն, որպեսզի շարունակի պատիժը կրել, իսկ մյուս մասը կտեղափոխվի Արմավիր քրեակատարողական հիմնարկի ստացիոնար բաժանմունք։ Նուբարաշենի խնդիրը փոքրինչ այլ է եւ ավելի բարդ է, պայմանավորված նրանով, որ այնտեղ պատիժ կրող անձինք կամ անազատության մեջ գտնվող անձինք ավելի շատ են, 500-ը գերազանցում են եւ մենք իրապես կարիք ունենք նոր շենքային պայմանների եւ խորհրդակցելով քաղաքաշինության բնագավառի մեր գործընկերների հետ դիտարկել ենք մի կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ, որը ծախսային տեսանկյունից ավելի արդյունավետ է, դա Էրեբունի քրեակատարողական հիմնարկի հնարավոր վերանորոգումն է, որը մեզնից կպահանջի ավելի նվազ միջոցներ եւ կլինի ավելի արագ։ 200,000 դրամը չգերազանցող դրամական պահանջների քննությունը նոտարներին վերապահելուց հետո քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածությունը 80%-ով նվազել է։ Սրփուհի Գալյանի խոսքով որոշակի խնդիրներ կան քաղաքացիական դատավարության թվայնացման գործընթացի հետ կապված, համակարգում տեխնիկական խնդիրներ կան եւ նախարարությունն ամենօրյա աշխատանքով փորձում է արագ լուծել։ Վարչական դատավարության պարագայում համակարգը պատրաստ է ըստ պլանավորման, այն կգործարկվի աշնանը։ Նոր կարգավորում կա նաև սնանկության գործընթացում։ Նախատեսում ենք ավելի խիստ պայմաններ սահմանել, մասնավորապես փաստաթղթավորված որոշակի պարտավորությունների առկայություն եւ հիմքերի առկայություն սահմանել, որպեսզի անձը կարողանա գնալ սնանկության, որպեսզի հնարավորինս բացառեն կանխամտածված սնանկության դեպքերը։ Իր ղեկավարած կառույցից $590,000 գողությանն է անդրադարձել քննչական կոմիտեի նախագահը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին։ Արթուր Պողոսյանը վերահաստատել է հանցագործությունը իրենք են բացահայտել։ Հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը, ուշադիր լսեք իմ բառերը, խնդրում եմ, քննիչի ոչ թե վարչության պետի, այլ վարչության պետի պաշտոնակատարի առնչությունը դեպքին, այլ խոսքով ասած, անձի ինքնությունը բացահայտվել է քննչական կոմիտեի գործող քննիչի ներկայացրած տվյալների հիման վրա։ Սա բացահայտում է հանցագործության մասնակիցներից մեկի ինքնությունը։ Ես դափնիներ չեմ ուզում։ Հանցագործության դեպքը բացահայտվել է մեկ մեր կողմից, անմիջապես հաղորդում ենք ներկայացրել քննչական կոմիտեի գործող քննիչի ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է հանցակատարած անձանցից մեկը, պաշտոնատար անձը, բացահայտվել է եւ կծիկը դրանից հետո բացահայտվել է։ Հիմա սա ամենևին չի նշանակում, որ ես, որպես պաշտոնատար անձ, իրավասու եմ, թե բարոյապես, թե այլ ձևաչափով նսեմացնեմ մեր իրավապահ մարմինների կատարած աշխատանքը։ Հսկայածավալ աշխատանք են կատարել մեր իրավապահ մարմինները հանցանք կատարած մյուս մասնակցի ինքնությունը բացահայտելու եւ իրեղեն ապացույցներով հետ մեկտեղ այս անձին բերման ենթարկելու ուղղությամբ։ Անհետացած գումարի վերաբերյալ հարցին պատասխանել է վարույթն իրականացնող մարմնի հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը։ Այդ մասով հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով իրականացում են այս բան եւս անհրաժեշտ վարութային գործողություններ։ Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ $11,200 ըստ էության մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել վերականգնել
Եվ եթե ունենանք այդ վերականգնումը շատ ավելի լավ, իսկ եթե ոչ, ապա քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, այն ուղղված է ի թիվս այլի նաև հանցագործության պատճառված գույքային վնասի վերականգնմանը։ Քրեական վարույթով պարզվել է, որ մեղադրյալները ունեն ինչպես շարժական, այնպես էլ անշարժ գույքեր եւ ըստ անհրաժեշտության վարույթ իրականացնող մարմինը կկիրառի գույքի արգելադրման ինստիտուտ։ Պետական վերահսկողական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում 2024 թվականին 68 պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ, զեկուցել է Ռոմանոս Պետրոսյանը։ Ուսումնասիրությունների եւ մշտադիտարկումների արդյունքում ՊՎԾ-ն իրավապահ մարմիններին է ուղարկել 68 տեղեկանք եւ տեղեկատվություն, որի հիման վրա նախաձեռնվել է 63 քրեական վարույթ։ Իրականացված վերահսկողությունների արդյունքում բացահայտվել են 100 միլիարդ դրամի չափով առերևույթ խախտումներ, անհամապատասխանություններ ու շեղումներ։ Պետական բյուջեը վերադարձվել ավելի քան 922 միլիոն դրամ։ Եթե 100 միլիարդ դրամի ընդհանուր շեղում է արձանագրվել, չի նշանակում, որ 100 միլիարդ դրամի հանցակազմ պարունակող յուրացումներ, փոշիացում կամ խարդախություն է տեղի ունեցել։ Ենթադրաբար կարա 100 միլիարդից լինի 1%-ը, ինչը վերականգնվել է արդեն փաստացի, եւ կարող է լինել իմ ընկալմամբ ասեմ 15% օրինակ, որտեղ մենք 100 միլիարդ դրամը գնահատել ենք ընդհանուր այն միջոցների համախառն հանրագումարում, որոնց մենք առնչվել ենք։ Այսինքն մենք կարող է պետական միջոցներով կառուցապատվող օրինակ ժամանակակից ենթակառուցվածքներով օժտված 4 միլիարդ բյուջե ունեցող դպրոցի կառուցապատում վերահսկենք, 4 միլիարդից 1 միլիոն դրամ պարզապես շեղում լինի, բայց օրինակ 4 միլիարդի առաջնահերթությունը դնենք կասկածի տակ, դառնում է, որ 4 միլիարդի խոշոր հաշվով առերևույթ շեղում ունենք, բայց չի նշանակում, որ 4 միլիարդը ապօրինի է ծախսվել, վատնվել կամ 4 միլիարդը քրեաիրավական գնահատականի ենթակա է։ Դատական դեպարտամենտի ղեկավարն անդրադարձել է ոլորտում առկա թափուր հաստիկներին։ Թափուր հաստիկները միշտ ունենք, ծայրահեղ, լուրջ, վատ խնդիր է թափուր հաստիկները, ես միշտ անդրադարձել եմ այս ամբիոնից թափուր հաստիկներին, աշխատավարձներին, հոսունությանը, ցավոք դեռ ոչ մի խնդիր այդ մասով չի լուծվել։ Ավելի շատ ցանկացողներ լինում են, որ գան աշխատեն, բայց ընթացքում առաջարկներ է լինում իրանց բարձր աշխատավարձով ու գնում են իրավական պինգ-պոնգը, որ մենք սկսում ենք խաղալ, լավ բանի չի հանգեցնում։ Եվ մի ընդհանուր շեղում ունենք, պարոն Գալստյան էստոնը մեր հետ կհամաձայնվի, այդ շեղումը հետևյալն է։ Մեր մոտ պաշտոնի ծանրությունից եւ պաշտոնական պարտականությունների հետ կապված վարձատրությունը խաթարված է եւ այդ խաթարումը մենք փորձում ենք հաղթահարենք կամ պրեմիաների միջոցով կամ որևիցե այլ եղանակով։ Բայց հարցերը մնում են բաց։ Եվ չգիտեմ, ես առաջարկում եմ Տիկին Ղազարյանին, եթե հանձնաժողովը հետաքրքրված է, մենք կարող ենք մի հատ քննարկում ունենանք, մի հատ հասկանանք, էլի ով ինչքան է ստանում փաստացի։ 24-ի հաշվետվությունը ներկայացրել են նաև վարչապետի, նախագահի եւ ազգային ժողովի աշխատակազմերի ղեկավարները։ Ավելի քան կեսով կրճատվել է կառավարության ծառայողական մեքենաների քանակը 40-ի փոխարեն հասնելով 19-ի։ Ծախսերի իրական խնայողությունը ըստ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեսանելի կլինի 2025-ին։ Բայց շեշտակի է լինելու կրճատումը, նախ որովհետև երկու անգամ պակասել են մեքենաները եւ երկրորդը որովհետև մեքենաների մի մասը էլեկտրական են կամ հիբրիդ են, այսինքն էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները։ Պատասխանելով падգամավոր Գեգամ Նազարյանի հարցին Արայիկ Հարությունյանը նշել է, որ կրթվել է նորաձև է ծրագիրը վարչապետի միջոցառումն է նրա առաջնահերթ ծրագրերից մեկը, որն իրականացվում է աշխատակազմի միջոցներով։ Նախագահի աշխատակազմը 24 թվականին տնտեսել է 162 միլիոն դրամ, 2024-ի 1.6 միլիարդ դրամի ծախսերի կատարողականը 90.5% է։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի խոսքով նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն շնորհվել է 20770 անձի, դադարեցվել է 3746 անձի քաղաքացիություն։ Խնայողություններ ունի նաև ազգային ժողովը, 7.2 միլիարդ դրամից ծախսել են 97.7%։ Խնայողության մասով առաջատարը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, բյուջեն 500 միլիոն դրամ է, կատարողականը 53.4%։ ԿԸՀ նախագահի տեղակալը բացատրությունն ունի։ 2024 թվականի ԿԸՀ-ի շենքային պայմանների բավարարման համար հատկացվել էր 463 միլիոն 100 հազար դրամ, սակայն այս միջոցառումը
տեղափոխվել է 26-27 թվականներ, հաշվի առնելով կամ քանզի Երևանի քաղաքապետարանի կողմից շին թույլտվությունը ստացվեց 2024 թվականի դեկտեմբերի 18-ին։ Բոլոր մարմինների ներկայացուցիչները փաստել են, որ առավելապես աշխատում են գնումները մրցույթով իրականացնել։ Իրականում մեկ անձից գնումների ծավալը էականորեն նվազում է տարեց տարի եւ այստեղ մենք պետքա նայենք բացարձակ թվերին եւ պետքա նայենք, թե ինչպիսի գնումներ են իրականացում։ Բոլոր զեկուցողները վստահեցրել են, որ մեկ անձից գնումներ հիմնականում արվում են այն դեպքերում, երբ այլընտրանք չկա։ Խոսքը վերաբերում է կոմունալ ծախսերին, որոշ հեղինակային ծառայություններին։ Մուշեղ Իսախանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։